Երբ ձեզ ասում ենք, որ վրացիները հայերին անպատվում են ամեն տեղ, բոլոր ֆորումներում, առավոտվանից գիշեր փնովում են, կեղտոտ բառեր են ասում մեր ազգի նկատմամբ, մեր եկեղեցու նկատմամբ, ամեն տեղ, դուք ասում եք, դե գիտես ինչ կա, մենք էլ ենք իրար վիրավորում։ Երբ ձեզ ասում ենք իրանք մեզ ամենտեղ անպատվում են, մեր եկեղեցուն, մեր հերոսներին, մեր գենոցիդի ժերտվաներին, զոհերին, դուք ասում եք, գիտես ինչ, իրանք էլ իրար մեջ իրար փնովում են։ Դա գիտեք ինչի է նման, ոնց որ դուք փողոցով գնաս քո երեխու հետ, ինչ որ մեկը կողքից գա ու սկսի քո երեխու վրա թքել, խփել, քացով խփի, ու դու ասես ժողովուրդ օգնեք, փրկեք իմ երեխուն, քեզ կողքին ասեն, դե լավ, հա, ինչ ես տես ծանր ընդունում, դու քո երեխուն ինչա չես ծեծում, հետո գիտես ինչ, ինքը իր երեխան էլ է ծեծում, լրիվ դրան է նման, դուք էդ եք ասում, ոչինչ, որ քո երեխուն ինքը ծեծում է, բայց ինքը իրանինն էլ է ծեծում, նենց որ հեշտ տար, ոչինչ, որ ինքը քո երեխուն ծեծում է, դու էլ ես չէ ծեծում, մի երկու հատ ապտակ ես տվել, չէ, մի երկու հատ տապճկով ես, չէ, հետևից վազես են, չէ, դե բայր ինչ կա, ձենդ կտրի սուս նայր ոնց է քո երեխուն քացով ծեծում, դրանն է նման, ես չեմ հասկանում, դուք տենց իրական կյանքում էլ եք ապրում, դուք ձեր հարաբերությունները, ձեր ամուսնու, ձեր կնոջ հետ, ձեր հարևանի, աշխատանքի տեղը դուք տենց եք, հա, փաստորեն ապրում, եթե դուք այդ մտածելակերպը ունեք ազգի նկատմամբ, իսկ դա լրիվ նույն ֆորման է, ուրեմն դուք տենց տիպի մարդ եք, հասկանում եք, երբ որ դուք գալիս եք, տենց բան եք իմ մոտ գրում, ես հասկանում եմ, որ այս մարդը հիվանդ է, այդ մարդը չունի զդարովի պսիխիկա, որ ինքը տենց մտածում է, որ այդ օքեյ է, որ մեր ամբողջ ազգին փնովում են, որովհետև ոչինչ, իրանք իրարել են փնովում, իմ ինչ գործնա իրանք իրար ոնց են փնովում, իմ ինչ գործնա իրանք իրար հետ ինչ են անում, կարևորը ինձ, իմ երեխուն, իմ ընտանիքին, իմ երկրին ձեռ չտան, էդ է կարևոր, իրանք ինչ ուզում են թող անեն, ես ուրիշի ընտանիքի հետ գործ չունեմ, բայց դուք լրիվ հիվանդ եք մտածում, ժողովուրդ բուժեք ձեր այդ մտածելակերպը, այդ սխալ մտածելակերպի պատճառով մենք բոլորս տուժվում ենք, եւ մի ուրիշ բան եք միշտ ասում, այ որ ուժեղանանք, այդ վաղտ ոչ մեկ չի կարողանա մեզ մի բան ասի, յա, այդ չեչենները շատ ուժեղ են, մի հատ վրացի տեսել եք գնա չեչենեն մի բան ասի, սաղորը գոռում են լեզգին կան մերն է, բայց մի անգամ տեսել եք բերանները բաց են չեչենի մոտ, նապարոտ, ոտերները լպստում են, սապոգները մարկրում են, հետևներից ման են գալի ցուցիկի պես, բերանի մեջ են նայում, թե չեչենը ոնց կասի, չեչենը գնաց իրանց հետ կռվեց այդքան, մի հատ ձեն չեն հանում, բա ինչի մի հատ իրանց չեն փնովում, մենակ մեր վրա են հաչում, որտեղ մեր վրա կարելի է, չեչենը սկի երկիր չունի, իրա բանակը չունի, իրա զենքը չունի, բայց ռիսկ ունեն, ինքը չի սպասում է ուժեղանա նոր իրա թասիբին կանգնի, ինքը հենց այսօր է բերաններին տալիս, այսօր չի թողում, հələ մի հատ փորձենք մենք իրանց մի բան ասենք, նույնը կասենք, մենք սկի չեն կարողանում կարգին բերաններս բացենք, ասենք, որ Ուռարտուն այդ մենք ենք, ոչ թե դուք, որտեվ իրանք գժվում են դրանից, չեն սպասում ուժեղանան, կամ թե չէ Վրաստանը նենց մի հատ ուժեղ երկիր է, չէ, որ իրա վրա տենց վստահ է, մեզ ինչ ասես ասում է, դուք ասում եք սպասեք ուժեղանանք, մենք իրանցից էլ ուժեղ ենք հիմա, բա ինչի մենք ձեն չենք հանում, իրանց չենք պատասխանում, ում ենք սպասում, թասիբը ունենալու համար ինչքան պետք է ուժեղանաց, մենք ենք չուժեղացանք, հետո ով գա սենց մեզ փնորվելով անցնի, հա, ինչ ուզենա ասի, մենք էլ ասենք անձրև էր, հա, չէին թքում, ուղղակի անձրև էր, ոչ մեկ չի սպասում ինքը ուժեղանա, ինքը հիմա է պատասխանը տալիս, իսկ դուք արդեն նենց եք արել, որ ձեր երեխեքին են տենց ասում, այնքան սպասեցիք, որ ուժեղանանք, չուժեղացանք և երեխեքին արդեն անցել, մեր վերևի Պակալենյան, մեր ծնողները ու իրանցից վերև գենոցիդ ապրած էին, դրա համար իրանք չկարողացան ճիշտ ձևի մեզ դաստիարակեն այս պարագայում, այդ հարցը թողեցին մեզ, իրանք հարցը չլուծեցին, հիմա դուք էլ չեք ուզում լուծեք, արդեն ջիլիգիրոց են կարել երեխեքին, արդեն մեր երեխեքին ինչ ասես ասում են, հələ մի հատ նայեք իրանց լացիրակները, լոպազ, ինչեր են գրում մեր երեխեքին, այնքան ռիսկ ունեն, այնքան ռիսկ եք դուք տվել, որ իրանք արդեն երեխեքին են անցել, իրանց երեխեքը, հարցը չլուծեցիք, նստեցիք, սպասեցիք, հիմա երեխեքին էլ եք, հա, դուք տենց դաստիարակում, երեխեք սուս մնացեք, ոչինչ, սպասենք ձեր թոռները կուժեղանան, կարող այդ վաղտ վերջապես չթողենք իրանք թքեն դրոյի գերեզմանի վրա,
Սպասենք, կարող է մեր ծոռները ուժեղանում են, արդիական զենք են ունենում, ստեղծում են։ Այդ վաղտ մեր ծոռների ծոռները չեն թողնի, որ Տիգրան մեծին ասեն դինոզավր։ Եկեք սպասենք, ժողովուրդ, եկեք սպասենք, ոչ թասիվ, ոչ պատիվ, մենակ սպասում ենք։ Ծիրպիլի, մեր ճակատներին սենց պետքա մեծատար բոլորին գրենք ծիրպիլի։ Մարդու հետ որ խոսում եմ, դաժե իրական կյանքում եք է սենց սկսում ա տենց բաներ խոսալ, ուղղակի սենց նայում եմ, ու իմ մեջ հասկանում եմ Աստված իմ, սենց մարդու հետ ոնց է իրա կինը ապրում։ Երբ որ տան տղամարդ չի, սպասում է, որ ինչ-որ մեկը ուրիշ տեղ ուժեղացնի իրա երկիրը, որ ինքը տեղ ունենա պատասխանի, երբ որ իրա երկրին կպնում են։ Այսինքն սպասում է ուժեղանա։ Ոնց եք կանայք, ոնց եք տենց տղամարդկանց հարգում, ոնց եք տենց տղամարդկանց հետ ապրում։ Ես զարմանում եմ։ Սպասենք, եկեք ազգովի սպասենք, ոչ մի բան չանենք, հանկարծ չխոսանք, սպասենք, ծիրպիլի։ Դուք սպասեք, իսկ ես չեմ սպասում, ես գնում եմ։ Ժողովուրդ, այսօր մոռացել եմ Ռումյանաքսեմ։ Կստացի, ինձ ամեն անգամ, ինչ որ մեկը գալիս է ու հայտարարում է, որ Էռնա, դու քո երեսին այնքան բան ես քսում, вообще չեմ քսում է։ Ձերիս տակ ես ընկավ հիմա, նայեք։ Այսօր Ռումյանան էլ եմ մոռացել քսեմ, նայեք։ Տեսնում եք ինչ մաքուր է։ Ես կյանքում իմ մաշկին այսենց մաշկը սենց կյանքում ես ոչ պուդրա եմ քսել, ոչ տանալկա եմ քսել։ Այսի մինչև այդ կար կարմիրը մատիտիցս սենց ոչ պուդրա եմ կյանքում քսել, ոչ տանալկա եմ կյանքում քսել, ոչ մի անգամ ոչ մի բան չկա։ Այսի մաշկն է, ոչ մի բան չկա։ Ինչից սկսեցի, ինչից անցա, լրիվ անկապ տեղը հիշեցի։ Դրա մասին առանձին հոլովակ անեմ, քանի հիշել եմ։